Դավիթ, տղեկ ջան, ինչ կասեք այն մասին, որ Իշխան Սաղաթելյանը ասում է, որ մենք 22 շարժման ժամանակ, 22 թվականի շարժման ժամանակ կիսվում ենք մեր ծրագրերի մասին պատիվ ունեմի հետ։ Իսկ ներկայիս իմպիչմենտից չեն կիսվում ծրագրերից պատիվ ունեմը։ Ես անկեղծ եմ ասում, դնելու եմ լսեմ իսկականից արդեն այնքան ասեցին այս հարցազրույցի մասին ու տարբեր բաներ են օրինակներ են բերում Իշխանից Սաղաթելյան, որը ես անկեղծ չեմ լսել, բայց ելնելով ձեր ասածից եմ հիմա խոսում, որ տենց է ասել Իշխանը, ասեմ ձեզ 2022 թվականի շարժումն էս չէ Իշխան Սաղաթելյան ենք նախաձեռնել։ Այդ շարժումը եղել է երկու ֆրակցիաների համատեղ շարժումը։ Ես անձամբ մասնակցել եմ շատ քննարկումների այդ շարժման ձևավորման, այդ շարժման գծելու, այդ շարժման մասով ամեն մեկն ունեցել է իր մարտավարությունը, ունեցել ենք մի ընդհանուր ռազմավարություն, ես չէ՞ որ այդ շարժման մեջ որ բան կար, որը որ օքեյ էր, որ կարային պահել են կամ հանրապետականները պահել են կամ դաշնակցությունը պահել է։ Եկեք անկեղծ լինենք, այս մեկ ֆիքսենք։ Երկրորդ, այ ձեր ցավը տանեմ, պարզ ասեմ ձեզ, բայց արդյոք հանրապետականը կամ պատիվ ունեմը գիտի իմպիչմենտի բանը, ծրագրերի մանրամասները, կարող է այդ մարդիկ, այսինքն եթե կա բան, որ կարծում եք, որ իրանք գիտեն չեն ասում, ինչի՞ չեք այդ մարդկանց հետ նստում, ասում տղեկ ջան, լավ կա պլան, ասեք մենք է իմանանք, դե մենք ձեզ ոնց էինք ասում։ Այսինքն դա ուպրիկատ անել հրապարակային արդյոք ավելի արդյունավետ է, քան օրինակ գնալ Մամիջանյան Հայկի հետ նստել, ասել Հայկ ջան, ախպեր ջան։ Իդեպ ես գիտեմ, որ շատ լավ հարաբերություններ ունեն Իշխանն էլ Հայկն էլ իրար հետ ու այդպես խնդիր չունեն։ Ախպեր ջան, լավ, օրինակ անկեղծ ձեզ շատ անկեղծ բան ասեմ միացած ներքին։ Ինձ որ մի բան հետաքրքիր է ալնում որևէ ֆրակցիայից ուղիղ իմանալու, ես զանգում եմ այդ ֆրակցիայի падգամավորներից մեկին, միտեղ ասում եմ Էս ինչ ջան, կամ լավ Գեղամ ջան, Իշխան ջան, չգիտեմ, սենց բան կա, տղեկ, Գառնիկ ջան, ճիշտ է, թե սխալ է։ Կամ ախպեր, խի էսի սենց չի։ Նույնը զանգում եմ Մամիջանյանին, Մամիջանյան ջան, բարև, էս ինչը խի սենց չի կամ խիա սենց։ Մի հատ կբացատրես հասկանամ Տիգրանին Աբրահամյան։ Տիգ ջան, էս ինչ թեմայով սենց բան են ասել, ինչ կասես։ Այսինքն այս խնդրեմը, եթե ես չունեմ, իրանք հաստատ չունեն ու չունեն, չէ, իրար ամեն օր տենում են, նույն գործի տեղն են գործի գնում։ Նու կարելի է չէ հարցը տես լուծել։ Իսկ կարող է պատիվ ունեմը ըստ էության իմպիչմենտից կիսվելու այն ծրագրերից, որոնք որ կան, այս բանը այնա ինչ որ կա ու այն դրանից ավել չկա, բան, որը որ կարելի է ասել կամ կա, որ կա պետք է ասել։ Իսկ կարող է էլի նույն տրամաբանությամբ պատիվ ունեմը չի գլոբալ առումով այդ ծրագրի ամբողջական պատասխանատուն, այլ նորից այն մարդիկ, ովքեր նախաձեռնել են ըստ էության իմպիչմենտը։ Այսինքն սա լիքը կարողաներ կա, որը որ ես չէ որ պետք է ասեմ, որտեվ ես process-ից տեղյակ չեմ, անկեղծ, ես անձամբ չգիտեմ, որ մասը հետաքրքիր ալնում, զանգում եմ հարցում եմ, որ մասը բանը մեծ մասը ինձ հետաքրքիր չի գլոբալ առումով, ինչի որովհետև ես գիտեմ, որ երբ որ կարևոր որևէ process լինի, որտեղ որ ես կարևոր ձևով պիտի ներգրավեմ, ես պիտի ներգրավեմ անկախ ամեն ինչից։ Դրա համար մարդիկ են աշխատում են, անում են, հիմա կգա ժամանակը պատասխանատվության ոնց որ ասում են տենց շուշուտ։ Նույն մարդիկ գիտեն ինչ կասեն, իրաց գործն է դա։ Իրանք ունեն իրաց ծրագրերը, իրաց պլանները, բայց այդ դրա մասին իմանալ ավելի հեշտ չի օրինակի համար ոչ թե հարցազրույցային ֆորմատով, այլ օրինակ առանձին գնալ ու այդ ճանապարհով խոսալ։ Ու դա вообще համադրելի չի 22 թվականի շարժման հետ, նորից եմ ասում, ամենայն անկեղծությամբ։ 22 թվականի շարժումը դա ինչ որ մեկի շարժումը չէր։ Որ մեկը չէր ասել մենք ենք որոշում, մենք առաջարկում ենք սենց անել, չէ։ Այո, հանրապետական կուսակցությունը իր ամբողջ ներուժը դրել էր այդտեղ, եւ կուսակցությունը եւ ֆրակցիան։ Բայց այդտեղ էր նաեւ Արտուր Վանեցյանը իր կուսակցությունով, այդտեղ էր նաեւ Դաշնակցությունը իր մեծ ներուժով ու մեծ բանով, ներդրումով։ Այդտեղ էին երկրորդ նախագահային աջակցող տարբեր մարդիկ, մի քանի տասնյակ, երկրորդ նախագահները տեղ, երրորդ նախագահները տեղ։ Տեղ էր անգամ Ավետիք Չալաբյանը, որը նաև այդ շարժման պատճառով այդ տղու վրա մատնագիր գրեցին թորնիկները եւ այդ մարդը գնաց թորնիկների պատճառով նստեց։ Եվ ոչ միայն ինքը նաև Էման։ Այսինքն գլոբալ առումով այդ շարժումը դա բոլոր ուժերի ներգրավվածությամբ շարժում էր, բայց հիմնական ուժերը իրար հետ համաձայնացնում էին այդ ողջ գործողությունները։ Նույնիսկ չէ՞ հանրապետականը պահում էր կամ հարցնում էր դաշնակցությանը ինչ անենք, իրանք ասում էին այս սենց ենք անում, չէ, հանրապետականն ուներ իր ծրագիրը։ Ու դա փաստ է, էլի, ժողովուրդ ջան, դա ինձ չի որ բանա։ Ես որ կարծում եմ ավելի հեշտ կլինի
Իշխան Սաղաթելյանը այս թեմայով Մամիջանյանի հետ առանձին խոսավ, ոնց հասկանում եմ, քաղաքական առումով իմպիչմենտի պատասխանատուն այդ ֆրակցիայում Մամիջանյան Հայկն է, այսինքն քաղաքական պատասխանատուներից մեկը Մամիջանյան Հայկն է իմպիչմենտի գործընթացի ու թող խոսան իրար հետ ինչ խնդրեմ կա, այսինքն դրա խնդրեմը ո՞րն է, որ եթե ուզում են իմանան ու չգիտեն, իսկ կարողա չկա կամ կարողա կա Մամիջանյանն ասում ախպեր ջան, դե պարզ չի որ էսա, կամ Իշխան ջան, էսա Չգիտեմ էլի, այսինքն բան չի էլի, լուրջ չի էլի սա հրապարակային ու եթերում քննարկելը ժողովուրդ ջան։ Ես կարծում եմ սա քննարկելու ավելի արդյունավետ տեղեր կան եւ հորդորում եմ իմ ընկերներին եւ Իշխանին եւ Հայկին Մամիջանյան այս հարցը լուծել այդ տարբերակով, գնալ նստել հասկանալ, կա, չկա, անկեղծ եմ ասում, ինձ որ հետաքրքրի, ես մի քանի րոպեում կարամ զանգեմ Հայկին, ասեմ Հայկ ջան, ինձ հետաքրքիր է իմպիչմենտի ծրագիրը, խնդրում եմ, ինձ կասես, երբեք չեմ զանգեմ Մամիջանյան Հայկին այդ թեմայով։ Այդ թեմայով երբեք որևէ մեկի հարց չեմ տվել։ Ասենք ես չեմ ասել, միտեղ չեմ նստի ասեմ, գիտեք ինչ, ինձ ոչ մեկ չի ասել։ Ախպեր հարցներ թող ասեին, օրինակի համար։ Հարցրել ես չեն ասել։ Ես չեմ հարցրել։ Ու չեմ համարում, որ ինչ-որ մեկը պարտավոր է գա ինձ զեկուցի իր այդ պլանների մասին։ Հետաքրքիր լինի, ես ուզենամ ինչ-որ ձևով բանեմ, կհարցնեմ։ Վստահ եմ կիմանամ։ Դե հետաքրքիր չի չեմ հարցնում։ Եթե հետաքրքիր էր, բնականաբար կհարցնեի։ Այսինքն հիմա ո՞րն է հարցը։ Հետաքրքիր է եղել հարցրել է Իշխանը Սաղաթելյան, իրան ասել են չենք ասում, թե սպասել է որ գան իրան պատմեն։ Կարծում եմ, որ նորից եմ ասում, դա երկու տղերքի մեջ, գործընկերների մեջ, նաև քաղաքական գործիչների մեջ, բայց առաջին երկու տղերքի խոսակցություն է։ Իդեպ Արմեն Աշոտյանն է դրսում, այս կարծում եմ, որ Իշխան Սաղաթելյանը հիմա вообще խնդրեմ չունի, իր 1000 տարվա անգերն է Արմեն Աշոտյան։ Կարծում եմ Արմեն Աշոտյանը կիմանա այդ ծրագրերից, եթե կան ծրագրեր, որոնք որ պետքա բանալվեն։ Ու հուսով եմ, որ այս հարցը այդ ճանապարհով կլուծվի։ Ոնց որ հաջողություն մաղթենք, այս թեման եթերից դուրս տանենք, գնանք հարցնենք, եթե ուզում ենք իմանանք ինչ որ մի բան, ինչ որ process-ի մասին։ Գնացինք առաջ մյուս հարցը։